առողջականին Ալևին հարվածը կա։ Իր ընտանիքին հատկապես իր տղա երեխային կա։ Ես մեղավոր չեմ։ Որտեղ դու տականք ես ու քո տականքության պատճառով դու անկման ես գնալու։ Ու արդեն Ալևը սկսում է կամաց թուլանալ։ Էլ ինքը պաշտպան չունի, իր թիկունք չունի, որտեղ Ռուսաստանն էլ անկում գնում, արդեն վաղուց է դա գնում է, այդտեղ ես մեղադրում եմ իր ղեկավարությանը, որ մի լավ էսենց գուրզը գլխներին չի դնում, որ բերաները փակեն։ Էրդողանն էլ ծուկ է իր կնոջ հետ մեկտեղ, հիմա կտեսնենք նրանց ինչերա սպասվում։ Անենց հարվածներ ես դու ստանալու։ Սև լուսին գոյություն ունի, որը արդեն դուրս եկավ կարիճից, իրենք Ալևից ու Էրդողանից սկսած ունեն ահավոր պատիժներ։ Ու Ալևի մեջքը չկա արդեն։ Պատերազմը կարած դադարեցնես, կարած փախնես գնաս չգիտեմ ուր, իսկ երկնային աղետը ուր ես փախնելու։ Հա? Ուր ես փախնելու, երկրաշարժները դու մնացիր փլատակի տակ, ուր ես փախնելու։ Որ չերհեղեղը սենց կա ու քշտանի քո ամեն ինչով հանդերձ, ուր ես փախնելու։ Բարև իմ սիրելի ժողովուրդ, շնորհավոր բոլորի ամանոր, նոր տարի, հրեղենձի, չնայած շատերը գիտեն ամենտեղ դա շեշտում եմ, ես այդ կառուցվածքային կառուցկոպով այդպես չեմ խոսում, այդ որ ծին ինչ է իրանից ներկայացնում, հաջորդ տարի 27 թվականը ոչխարի տարի, այծի տարի է, դերասանական տարի է կոչվում, ու ինչպես ուզում է թողնա, ուղղակի վիրավորական չլինի, բայց ես դա գիտեմ այտենց է, որտեղ իմ աշխատանքային գործունեությունը շատ երկար տարիներ է, արդեն 50 տարի, այս տարի լրանում ամբողջովին, ու ես ավելի շատ այն սովետական հին ժամանակվա աստղաբանությունն եմ ուսումնասիրել, որ ավելի ամուր, ավելի հին, ավելի հաստատուն, ավելի իրական է։ Հիմա չգիտեմ ինչ է խոսում, թող խոսեն, հիմա շատացել են աստղաբանները, թող խոսեն, այդ վատ բան չի աստղաբանությունը, ու դա կուշակության հետ բացարձակ կապ չունի, դա էլ սատանիզմ չի։ Ուղղակի տարբեր աստղաբաններ տարբեր կերպ են աշխատում ու տարբերի մոտ տարբեր է, նայածով իրականջը ոնց կքորի, առաջից կքորի, թե հետևից կքորի։ Նույն մոլորակով ենք աշխատում, եթե մեկն ուզում է աստղաբանության մեջ վատ բաներ տեսնի, թող տեսնենք, այդպես էլ տեսնում է։ Իրան ինչքան էլ ասեց, որ այս ճանապարհով գնաս, սա է ճիշտ, ասում է, չէ, սա է ճիշտ, թող գնա։ Հիմա այս տարի 26 թվականը հրեղենձին է։ Ինքը փետրվարին է գալիս։ Հրեղենձին է, որ 60 տարին մեկ է ինքը պտտվում, նոր, սովորաբար բոլորը 12 տարի են։ Որը վայրի է, բնական է, որը շատ դժվար է սանձել։ Ու որ ես ասեմ նոր տարին մարդիկ ինչ հագնեն, ինչ ուտեն, ձին իրանից սա է, տոնածառ երբ դնեն, ինչ խաղալի կախեն, ով ինչ ուզում է թող անի։ Ես դրանք էլ այդքան լուրջ չեմ ընդունում, դրանք խաղեր են, զբաղմունք է, հետաքրքիր է, երեխեքի համար հատկապես թող անեն։ Եթե պարապեն, թող տենց բաներ անեն, բայց լավ կլինի, որ ամեն օրը մարդու համար լինի նոր տարի, ամեն աստու օր մարդու համար լինի նոր տարի ու ամեն օրը մտածի, որ նոր տարի սեղան սարքի, հացպանիր իր ծաղիկով։ 2026, արդեն մենք 2000 այդ հունվարով ասենք 26 թվական, բայց աստրոլոգիայով 17-ը կսկսի փետրվարի, նաև խավարուն արևի լինելու փետրվար ամսին։ Իսկ ծին հրեղենձին իրանից ավելի կրակն է, ինքը ավելի էգոիստ է, ինքը ավելի բլագառոտնի է, այդ բառն ավելի ես ճիշտ եմ գտնում, այդ ռուսերեն ասեմ, այն առաքինությունը, այն մեծ վեհ լինելը, ինքը նաև էգոիստ է, ինքը նաև արիստոկրատ է, ինչքան լավ բան ուզում եք ասեք, ու բնական է ամենից կարի, բայց վայրի է։ Իսկ որտեղ կա վայրի, այնտեղ կա բնական, որտեղ բնական, այդտեղ վայրենություն, տաղացել, այդտեղ էլ հենց մարդկանցից էլ է դա գալիս, որտեղ բոլոր բնական մարդիկ վայրի են, ասինքն իրականով ինչ կա մարդը այդպեսին է, ու ձին պահանջելու է մեզանից, որ մենք բոլորս լինենք բնական, որպեսի քացով չտա։ Ձին հետևից է խփում, չմոռանանք, որ հետևից այդ քաչով չխփի ու տարին ինքը մեկն է։ 2026 թվական մեկն է,
Անցած տարի 9 հոգևոր թիվներ, որ ուղեղը աշխատացրու մեջքը ուղեղը լինի ողնաշարը, որ հետո հարվածներ գլխի չկա, դա 26 թվականն է։ Հիմա գոյություն ունի լուսնային հանգույց, որը ծկան մեջ է։ Դա մինչև հուլիսի վերջը կտևի, երևի մի 25-26, նո վերջը, ես օրեր չեմ ասում։ Այդ օրենքը իրավական մարմիններ, ֆինանսական ավանտյուրաներ, խաբեություն, փողային հատկապես պետական դռների բանկային համակարգ, շատերն իրար գրպանների կպան, շատերը խաբեցին, շատերը կաշառեցին ու կաշառվեցին։ Հիմա ով սխալ ճանապարհով գնացել է, հատկապես դա վերաբերվեց վաշխառուներին, չմոռանամ ասել, որտեղ ձուկը նաև վաշխառություն է տալիս, ֆինանսների ավանտյուրա, մանիպուլյացիաներ, շատ վերաբերվեց, դեռ մի քիչ կշարունակվի մինչև հուլիսի վերջ ձկներին եւ կույսերին։ Իսկ ղեկավարության մեջ կույսերը շատ են։ Ձկները էլ պակաս չեն, այնպես որ իրենք պետք է աշխատեն օրենքը պահեն ու հավատքը պահեն, իրենք իրենց մեջ հավատք ունենան, որպեսզի հիվանդություններ, հատկապես մաշկան եւ տեսողության հետ չլինի։ Ոտքերին էլ կարող է խփի, որտեղ ձին նաև ուժեղ ոտքեր ունի, որ վազողը արագավազ է, այն էլ հրեղեն է, որպեսզի քո ոտքերին չխփի ու դու նորմալ քայլես, ճիշտ կանես, հանկարծ չընկնես, քեզ դա ջարդը փշուր չանես։ Այստեղ այդքան ընկնելը չի, ինչքան վնասելն է։ Դա պատիժներ է կոչվում։ Անցյալի գործած սխալների պատասխաններ է կոչվում։ 26 թվականի հուլիսի վերջերից լուսնային հանգույցը կփոխվի, կմտնի ջրհոս համաստեղություն, հակառակ կողմը դա առյուծն է, որը Յուպիտերը հուլիսի 1-ից նորից առյուծ է մտնում, արդեն սկսվում է ամբարտավանությունը մարդկանց։ Ես եմ որ կամ քիթը տնկած, դե առյուծին արքաներն է համարվում, արքան է համարվում կենդանիների, բայց քանի որ ձին չի սիրում այդ ամբարտավաններին, որտեղ ինքը թափքում է, ինքը քացով խփում է, այդ հարվածները կստանա։ Ջրհոսը գիտելիք է իրանից ներկայացնում, գիտելիք կրթություն։ Սև լուսին գոյություն ունի, որը արդեն դուրս եկավ կարիճից, որ այդ հանցագործությունն ու այդ կրիմինալ սպանությունները ինչքան վատ բան կա եղել է։ Հիմա արդեն մտնում է աղեղնավոր, որը փաստաթղթերն է, օրենքն է, ամենառաջինը լինել է դա հոգևոր դաշտի հետ կապված խնդիրները։ Եթե 26 թվականը շատ ասում են եկեղեցուն կպավ, եկեղեցուն ոչ ոք չի կպնում, որ շատ հոգևորականների դեմքեր պատրվեց, դա չի վերջացել։ Հիմա ավելի շատ է լինելու, ավելի ցայտուն է լինելու, ավելի պարզ է լինելու, ու մարդիկ իրենք կորոշեն։ Այստեղ ոչ ես, ոչ մյուսը մենք խոսող չենք, որովհետև ինքդ կտեսես ինչա կատարվում։ Սիմվոլներ շատ կլինեն, մոգությունը նույնպես էլի կա, որտեղ աղեղնավորն ինքը մի քիչ միստիկ նշան է, երկակին նշան է։ Ես ինչ եմ ես աղեղնավոր ասում, որտեղ լուսնային հանգույցն է, այդ ներողություն, սև լուսինն է աղեղնավորում, կրակն է ու Յուպիտերն էլ առյուծ է, էլի կրակ է, որ ով ինչ անում է պետքա դիվանագիտորեն անի, որպես աղեղնավոր իր օրենքը պահպանի, իրավական օրենքը պահպանի, ցավ չպատճառի, որտեղ աղեղնավորի կեսը, օրվա կեսը, պարզ ասեմ, կեսը սատանա է, կեսը հրեշտակ։ Նայած հիմա այդ օրը դու ոնց ես արթնացել, ով է քեզ հանդիպել, դու քեզ ոնց ես պահում։ Եթե տարիներ մարդիկ այդպես այդ կերպ ապրել են ու պատիժներ ստացել են, թե չեն ստացել, չեմ կարծում այդքան ստացած լինեն, որոնք վայելել են, թարանել են, դղյակներ ունեն, սրա նրան տները ձեռքից վերցրել են, մի քանի մեքենա ունեն, սրիկայություններ ունեն մի խոսքով ու վայելեն նիրբը, որտև իրենք ամենակարող են, հիմա դա չի լինելու։ Ու ասեմ դա էլ իմացեք, ժողովուրդ ջան, իրանց աղոթքն էլ տեղ չի հասնելու, որտեղ ինչ շատ են ասում, ես կաղոթեմ, գնա աղոթի։ Բայց ինչ ես աղոթելու, որ ինչը քեզ լինի, թե քո գողություն սրիկայությունը չբացվի, այդ ես աղոթելու։ Քարպինչը վերևից կընկնի գլխին, որտեղ այս 26 թվականը քարպինչ կա, մի մեծ կտոր քար կա վերևը, որ ընկնում է հենց այն մարդկանց գլխին, ովքեր սրիկայություններ են արել։ Աղեղնավորներին ձկների շատ է խփելու։ Աղեղնավորի հակառակը երկորակն է,
հարվածներ ունեն։ Ջրհոսների հակառակը առույթն է, հարվածներ ունեն։ Ձկների հակառակը կույսն է, հարվածներ ունեն։ Նայած ում որտեղ կխփի։ Մեկին առողջական է, մեկին գրպան է, մեկին ընտանիքն է։ Բայց այստեղ հարվածը խփում է ոչ թե ով որ վատ բան է արել, հենց այն մարդուն է խփում, կարող է ծնողին խփի։ Հարվածը դա, որպես ինքը տեսնի, թե իր պատճառով ինչ կատարվեց ընտանիքում։ Բայց այստեղ հարցն է, արդյոք դու կընդունես, որ դու սխալ բան ես արել։ Ինչքան էլ դու գոռաց քեզ պատռես, որ դու ճիշտ ես, որտեղ դու ունես փաստաթուղթ, բայց քո ներքինը քեզ չպետք է խփի։ Դրա համար իմ ասե հայլին ամեն ինչ ճիշտ դատավորն է, նստի հայլու դեմ ու քեզ լավ նայի ոտից գլուխ։ Ոտքից գլուխ քեզ լավն է, տես դու ինչքան սրիկայություններ ես արել, ինչքան դիվադադար ես արել դու շատերին։ Սրիկա, այո սրիկա, թող այդ մարդը հասկանա ինչ եմ ես ասում։ Չկեղծես, որտեղ մի մոռացի ձին անենց հա թափքով խփելու քեզ, անենց հա, այդ են սանձու խեղճ հարիվ ձերիշ չի պարաված անատամ, այդ ուժեղ հրեղեն ձիա կարմիր, են էլ կարմիր, հրեղեն, 60 տարին մեկ է գալիս, անենց հարվածներ ես դու ստանալու, թող ամեն մարդ հասկանա, որ ես ուղիղ դայրեն եմ ասում, ով որ արել է սրիկայություն, կրթության գիտելիք, միանշանակ գիտելիքին պետք է ուշադրություն դարձնել։ Այն մարդիկ, ովքեր կաշառքով սովորեցին, ավարտեցին, ընդունվեցին, այդ դասախոսության մասին խոսքը, իրանց հարցն էլ արդեն բարձրանալու։ Մի խոսքով շատ հարցեր կլինի։ Ես չեմ ուզում ասեմ, որ Հայաստանը վատ կլինի, որտեղ Հայաստանը վատ չի լինելու, Հայաստանը պետք է մաքրվի այն աղտից, ինչը որ տարիներ համարը կարելի ասել 30 տարի, դա Սատուրնի տարիքն է, 29.5-30, ինչ ամբողջ այս 30 տարիների ընթացքում արել են հայերը, չեմ ասում մեր գլխին են արել, մենք ենք արել, անգիտակից, կրթություն չստացած, դիպլոմներն առած, կաշառքներ գրպանները քցած ու վերցրած, այդ մարդիկ, որ 20 թվականը մենք ապտակը ստացանք։ Բայց այն երեխեքը, որոնք որ բացարձակ մեղավոր չեն 18 տարեկանները, իրանք իրանց վրա ամբողջ Հայաստանի երկար տարիների բեռ վերցրեցին պատիժը, ու այդ երեխեքը մեր երկրի միշտ պահել են, պահում են, կպահեն միշտ, հենց այդ 18 տարեկանները։ Այդտեղ ես ուղղակի կասեմ, բոլորդ աղոթեք հենց այդ երեխաների հոգիների խաղաղության, հանգստության համար, որպեսզի տիրամոր փեշեր իրանց պահապան լինեն, որպեսզի աղավնիները, որ կա թռնում են, այդ բոլորի հոգիներն է, որ իրանք միշտ բարի լինեն, այդ բարի խաբարներ տանեն։ Մենք այդ ննջեցալների համար պետք է պատարակներ տանք, ննջեցալների համար շատ կարճ աղոթք, ոտանավոր պետք չի, որ Աստծո արքանը ցանը լինեն, որ հետո այս մարդիկ, որ գնան են աշխարհ, գոնե իրենք ընդունեն սրանց, որ չընկնեն գեհենի կրակում չարվեն։ Հիմա տեսեք ինչ է կատարվում, այդ ամեն ինչը Սև Լուսինը անելու աղեղնավորում, որը որ արել էր անցած տարի Սև Լուսինը կարիճում, մարտի 27-ին էր, Սև Լուսինը մտավ կարիճ, որ սպանություն էր, երեխեքի սպանությունը 3 տարեկան կրիմինալ էր, ես ասեցի, որտեղ տեսնում եք սպանություն, դա հանցագործություն է, դա կրիմինալ է, դա քաղաքական չի, մցրեք ձեր գլուխը, դա քաղաքական չի, նման սպանում, կարիճը քաղաքական չի, կարիճը կրիմինալ է, Սև Լուսին եղել, հիմա աղեղնավորումը, հիմա օրենքի խախտումներն է, որտեղ աղեղնավորը ինքը փաստաթուղթ է, դա իրավական համակարգ է, փաստաբաններ, քննիչներ, դատավորներ, իրավական համակարգ, ով որտեղ արել է ստորություն, սրիկայություն, իրանք պատիժներ կստանալ ամենից առաջինը դա վերջույթներն է, կարող անգնեն ջարդրտեն, կարող է, այրուն էլ անոթներն ամբողջ տալի լյարդի դրանք նարկոմաններն են, իրենց մոտ կան նարկոմաններ, աղեղնավոր շատ կլինեն, ասեմ, չմոռանանք, խաղամոլություն, որ իրանք չեն հաղթելու, չեն շահելու, կլինի նարկոտիկները, էլի օգուտ չի տալու, որտև լյարդին է դա խփելու, միանշանակ, եթե ժամանակին արել, ու չի թողնում, արդեն լյարդին հարվածը տալու է։ Հիմա,
20 թվականից ինչ որ մեր հայ ժողովուրդը տեսավ, ես ասեցի, չէ, այդ երեխաները 18 տարեկան իմ համար բոլորը ողջ են, իրանք բոլորը լույսերի մեջ են ու իրանք հզոր են Հայաստանի համար։ Հիմա ով մեղավոր եղավ այդ երեխեքի այդ վիճակի, ես մաղ չեմ ասի, երեխեքի այդ վիճակի համար, այն մնացածների, որ մեր Հայաստանը սես դիվատաթար արեցին այդ ժողովրդին, որ այդ ժամանակվանից չարությունը շատացավ, չարությունը հղիկինը կարող անիծի այն նրան, որ եկել է տու ողջ առողջ։ Այդ դրանք էլ, Ալիևն էլ, Էրդողանն էլ, то Իսրայելներ, то Պուտիններ, то Պուտին չլինի, չգիտեմ Գուսևը, ով ուզում է լինի, Կրեմլը, ով արել է Հայաստանի մարզին վատ բաներ, հենց այդպես չարություն, վատություն, սրիկայություն մահեր, իրենք Ալիևից ու Էրդողանից սկսած ունեն ահավոր պատիժներ։ Առողջականին Ալիևին հարվածը կա։ Իր ընտանիքին հատկապես իր տղա երեխային կա։ Ես մեղավոր չեմ։ Ոչ էլ ուզում եմ, որտեվ ես գիտեմ ով որ արել է սրիկայություն, նա ունի պատիժ, որտեվ հուլիսի 1-ից կսկսվի ծնող երեխա հարաբերության հարցերը։ Հատկապես հայր որդի հարաբերություն։ Ինչպես ուզում է լինի, ինչպեսի հարաբերություն ուզում է լինի, լավ չի լինելու։ Նույնն էլ Թուրքիան։ Թուրքիայի մոտ էլ այդքան լավ չի լինի։ Թանկացումներ, ժողովուրդը ոտքի կանգնած գորգռում, Ադրբեջանի գյուղեր կան, որոնք սոված են, ես կապեր ունեմ, ինձ ամեն ինչ ասում են, ուղղակի ցույց չտալի մեր լրատվականները, որտեղ իրանք խելոք են։ Իրանք խիստ հրաման ունեն, որ չլուսաբանել, այնտեղ այդ 20 թվականի զոհերը այնքան շատ եղել մեր հայերից, այնքան շատ եղել, բայց ով գիտե ինչքան է։ Ով գիտե ինչքան է, չեք էլ իմանա երբեք։ Որովհետև իրանք չեն լուսաբանում, որտեղ այստեղ մեր ժողովուրդը չի ուզում մի քիչ գիր կարդա ուղեղ աշխատացնի, ինչքան վատ բան կա ու բաց է մամուլը, այդտեղ ես մեղադրում եմ մեր ղեկավարությանը, որ մի լավ սենց գուրզը գլխներին չի դնում, որ բերանները փակեն, ընդհանրապես ամեն ինչ փակեն։ Այս լրատվականները դա ապրիլի վերջերին է, որ կփոխվի արդեն, իրանք էլ իրանց պատիժները չափալախներ ունեն ու շատ լրագրողներ կարող աշխատանք չունենան զրկվեն, որտեղ երկորակում է մտնում ու նորագույն տեխնոլոգիաները, դրանց էլ գրել մրել, միկրոֆոնները անգրագետ ձևով, փնթի ձևով մարդկանց բերանը չմցնել, այդ դրանք կվերանան, կզտվի, կմնան միայն մաքուր գրագետ մարդիկ, որտեղ ջրհոսը դա հուլիսի վերջին է, լուսնային հանգույց երբ կմտնի ջրհոս, դա տալիս է սովորել, կրթվել, որը որ պետք է մարդիկ գրականություն կարդան, կոմպյուտերները ծրագիրը կշատանա, ավելի կընդլայնվի, շրջապատերը կլայնանան ու շատ նաև էմիգրացիաներ կլինի, որ ես ափսոսում եմ, բայց իրանք որ գնան, իրանց համար այդքան լավ չի լինելու, ավելի լավ է մնան Հայաստանում ցամաքած բաներ ուտեն, որպեսզի մեր երկիրը շենանա, որտեղ մեր երկիրը շենանալու տեղ ունի իրոք շենանալու տեղ ունի։ Թուրքիայի ու ասենք որտեղ որ ծով օվկիանոս կա Թուրքիան, Ադրբեջանը, ես այնտեղ եմ վերցնում, որ մեզ ցավ են տվել։ Մենակ մեզ չի Թուրքիան գրում է, չէ, այստեղով թուրքեր են անցել, Բուլղարիան բա։ Ինչքան քանի որ ինքը աշխարհում է տալի հատուցման ժամանակաշրջան, այդ երկրաշարժ փլուզումները, երկրաշարժացենք, փլուզումները ու ջրհեղեղները շատ է լինելու։ Թուրքիա եւ Ադրբեջան, այնտեղ նավթի վրա էլ է ազդելու։ Ընդերքը երկրի այնտեղ լավ չի լինելու։ Ալիևն էլ այդեղ ջուր է։ Հիմա Պուտինը դուրս է եկել այդեղ ջուրից անցած տարի նոյեմբերին։ 24 թվականի նոյեմբերին, 25-ին, 24, չեմ կարողանում լավ հիշել, կարևոր չի, արդեն դուրս է եկել, հիմա մտել է ջրհոս ու արդեն ալիևը սկսում է կամաց թուլանալ։ Էլ ինքը պաշտպան չունի, իր թիկունք չունի, որտեղ Ռուսաստանն էլ անկում գնում, արդեն վաղուց է դա գնում է ու ալիևի մեջքը չկա արդեն։ Լուսնային հանգույցն է ձկանից ձկից դուրս եկավ, այնտեղ Սատուրնն էլ ձկից դուրս եկավ, Էրդողանն էլ ձուկ է իր կնոջ հետ մեկտեղ, հիմա կտեսնենք նրանց ինչերա սպասվում։ Ես ամեն ինչ ճիշտը պետք է տեսնեմ ու միջոլոց ասեմ, քանի որ
աղեղնավորը սև լուսինը տալիս է, էշին պետք է ճակատի խփես, որ ինքը էշա, որտեղ նետաձիգն է, ով սխալա, ով սրիկա, ով տականքա, պետք է երեցին ասես, դու տականք ես, որտեղ հիմա չի գնում դաստիարակության շրջանը, որտեղ այն դաստիարակությունը ընտանիքը, որ ես իմ ծնողներից ստացել եմ, իմ մայրս միշտ ասել է, կնոջ ձայնը չպետք է բարձր լսվի։ Կինը պետք է խոնարհ լինի, լուռ եղի, տղամարդը ներս է գալիս ոտքի կանգի, նույն էլ իմ ամուսինն է այդպես եղել։ Բայց ես իմ արդեն ժամանակները փոխվեցին, քանի որ ժամանակն է կրճատվել աշխարհում, էլ 24 ժամ չի, հիմա ամեն ինչ մարդիկ, ինչը որ բայց թե ինձանից հնարեմ, ինչ ժամանակին լռել եմ, ձեն չեմ հանել, հիմա եկել է ժամանակաշրջանը, որ իրոք տեսնում ես, որ սա սև է, ասա, որ սա սև է, որովհետև եթե դու ինձ ցավ ես պատճառը, ես չպետք է լռեմ։ Ես պետք է քեզ ասեմ, փաստով, ապացուցելով, երեսիդ ասեմ, որ դու սրիկա ես, ես քեզանից չեմ վախենում։ Ես պետք է քեզ ասեմ, ինչ կարաս դու ինձ անես։ Դու ինձ ինչ կարող ես անել, որ դու տականք ես, ես քեզ կարամ, ինչով դու ինձ կարաս վախեցնես, որտեղ դու տականք ես ու քո տականքության պատճառով դու անկման ես գնալու։ Այո, Ռուսաստանը շատ բաներ քայքայեց կործանեց Հայաստանում, շատ բաներ, բայց որ ասեմ Ռուսաստանը պետք է, ներողություն, Հայաստանը Ռուսաստանից անջատվի, բոլորովին հետ կանգնի, դա չեմ ասի, որտեղ դա սխալ է։ Չի կարելի Ռուսաստանից անջատվել։ Ես մի անգամ լսեցի Էրդողանի ելույթը, որ ասեց ես ոչ մեկին չեմ սիրում։ Ոչ մի ազգ ինքը չի սիրում։ Ոչ մեկից էլ չի վախենում, միայն Ալլահն է։ Բայց ինքը բոլորի հետ շփվում է։ Ռուսին էլ չի սիրում, չթվա Ռուսիա սիրում, ադրբեջանցի Ալիևա սիրում, ինքը միայն իր կնոջն է սիրում ու իրա։ Ու իրանց երկրի իր դրած օրենքը։ Բայց ինքը բոլորդ էլ շփում է, դա նշանակում է դիվանագիտություն։ Որ մեր հայերը շան տափակ ուղեղները չունեն, դրա համար մենք մեզ հարկավոր է լավ դիվանագետներ պատրաստել։ Իսկ դիվանագիտությունը քո ուզածին հասնելն է։ Դիվանագիտորեն։ Դրա համար շատ գրքեր կարդացեք դիվանագիտության ու լավ կլինի պատմություն ուսումնասիրեք, պատմական գրքեր կարդաք, ու ով որ մասնակից չի, թող բերանը փակի գնա բուրդ չփխի։ Ոչ թե քիթախոտի քաղաքականության մեջ։ Այսպես հուզված ոգևորված ասեցի, ես ունեմ թռուցիկներ որոշ, միշտ իմ հաղորդումների ես թռուցիկներ եմ բերում, հիմա այս անգամ բերեցի, քանի որ հոգևորականների տարի է նաև համարվում, ու շատերը առանց հասկանալու կեմիգրացվեն, Հայաստանը կլքեն, որը սխալ է լինելու, չթվա գնանը դե կարմիր գորգա փռած, ժամանակավորը մի բան է լինելու, ես մի ժամանակ ասում եմ գնացեք, հետո կուզենաք հետ գաք, մենք ձեզ չենք ընդունի, գնացեք, այստեղ լույսայի ընդունելու չընդունելու հարցը չի, այստեղ երկրի հարցն է, երկիրը չի ընդունի, ձին քացով կխփի, փորձեք, ինչ ես ձեզ կասեմ, լսեք ու շատեր խնդրում եմ, որտեղ սրանք շատ կարևոր են ու հիմա դա շատ պետք է, քանի որ ձին ինքը բլագարոտնի իրան սիրել է հարկավոր, շատ պետք է սիրես, դու ոչ թե ձիոնն ես սիրում, այդ տարին ես սիրում, որ դու տաս լավը ու դու կստանաս լավը, մի սպասեք, որ ձին հիմա ձեզ պետք է լիքը փողեր բերի հաջո, ձին չի բերում է ինքը տեսանում, ինքդ պտանես, տեսեք ես ստեղ դրել եմ Ֆորտունա, ինքը իմ քույրն է, Ֆորտունան է, ինչ ուզում եք ասեք, Աստուն թողած այդ քու գործը չի, ես Աստուն թողում եմ, չեմ թողնում, ում եմ սիրում, քու գործը չի, դու իրավունք չունես ինձ ասես, ես ում սիրեմ, ում չսիրեմ։ Ես գիտեմ Աստուն ինչպես մոտենամ, ինչպես խնդրեմ, Արամաստին գիտեմ, իր դիցերին գիտեմ, ինձ ոչ մի բան մի սովորացրեք ասված։ Ու ֆանատները ահավոր վտանգավոր են։ Հիմա 26 թվականն այդ ֆանատները կամաց մաքրվելու են։ Կամաց ահավոր բան է ֆանատիզմը։ Մոլագարները։ Հոգևորականների մեջ էլ կան ֆանատներ, որոնք էլի վտանգավոր են։ Հիմա իրանց դեմքերը դուրս կգա։ Ու մարդիկ կտեսնեն, որ նա ճիշտ, որ նա սխալ։ Պետք չի ոչ մեկին լսել, ոչ մեկին դու լսի քեզ, որտեղ մեկն է տարո թիվը։ Լսի քեզ, քո իրավունքը,
քանի որ Աստվածաշունչը գրված է ապրեցեք օրով, այդ տարին էտա տալու 26 թվականը ապրի օրով։ Հիմա կեր կշտացի աշխատի ստեղծի դիր, վաղ ինչ կլինի, կերև արդեն ինչ կլինի, քո այսօրվա ճիշտ պահվածքից է, թե վաղ ինչա լինելու։ Այդքան որ ես իմ ամեն հաղորդումներում սեր եմ ասել, բարություն, սեր, բարություն, իրար հարգել, գնահատել։ Հումորներ շատ արեք, հումորը շատ է օգնում։ Ու ես փափուկ բարձ չեմ տենում, ու ես լոլոներ չեմ անում, որ ասում եք, խափում եմ ժողովրդին փափուկ բարձ, ոչ մի բանը չեմ խափում, երբանից ես անդադ ասում եմ պատերազմ չլինի, որոշ աստղաբաներ, մեկնամ, հիմա ալևը գալիս է մեր վրա, ով որ շատ է ուզում ալևը գա իր վրա, թող գնա կանգնի դռան մոտ, ալևը կգա իր վրա, ամեն ինչ էլ ալևը կան իրան Էրդողանի հետ մեկտեղ, բայց ով որ չի ընդունում, դրանք չի հավատում, մի քիչ ուղիղ աշխատի, ալևը առհակ կգա։ Լավ եմ անում, որ տնջ եմ անում, երեք մատի վարժություն, ինչ մի վատ բան եմ արել, որ աշխարհում ընդունված բան է, մեկը բաբայա չափում, մեկն էլ տենց անում, նույն բանն է, յուրաքանչյուր քայլ առանց սիրո, ձեր նյարդային համակարգը կդարձնի անարդարության, այսինքն առանց սիրո ոչինչ չի լինելու, առանց սիրո ձեզ դաժան կդարձնի, յուրաքանչյուր քայլը, ճշմարտությունը առանց սիրո ձեզ քննադատ կդարձնի, իսկ առանց սիրո դուք մահացած կլինեք, գրեք ձեր մոտ, ամեն առավոտ դիր ու կարդա, դաստիարակությունը առանց սիրո մարդուն դարձնում է երկերեսանի, այս հիմա ուսանողության ու դասատուներին է վերաբերվելու այս տարի, խելք առանց սիրո դարձնում է խորամակ, այս էլ են մարդկանց, ովքեր մարդկանց դիվադադար են արել, բայց իրանք չեն ընդունում իրանց սխալը, դրա համար այս ամենաճիշտ ատավոր հայլին է, նստեք հալու առջև եւ ուշադիր նայեք, ինչի իմ մատը փուշ մտավ, ինչ եմ ես արել, ոչ թե այս էնի իրան անիծել աչքովա տվե վազե մանգրակե թուղթուկիր գրբացների մոտ, այլ ինքդ քո մեջ հարց տու, ու քանի որ աղեղնավորը նաեւ այդ մոգության հարցեր կան, միստիկ ինքը նշանահամարվում եւ մոգական նշանահամարվում, շատ է լինելու նման բաներ ու հարկավոր չի ամեն անհաջողություն վերագրեք թուղթուգրերի կախարդությունների, որտեղ դա այդպես չի, ուղեղը աշխատացրու ինչը, դուք ուղեղը չես աշխատացնում, ես վերից գիր արեցին, ու միշտ եմ ասել, մեր Հայաստանը մոգեր չունի, որտեղ փողա, որտեղ հաջողություն, սատանեն ընդեղ է, իրա մատակա խառնում է, այլ ասի սատանա, հիմա ես ուզում եմ սա էլ ասեմ, շատերը ինձ գրում են ու հարցնում են, որ ինչու սրիկան մարդիկ լավ ապրում են ու իրանց ոչինչ չի լինում, ինչու են իրանք թալանում, ավիրում, բայց բարգավաճում են, որովհետև իրանք սատանու տիրապետության տակ են, սատանան իրանց ձեռքը դրել իրանց գլխին, հիմա քանի որ հատուցման, մաքրման ժամանակաշրջանը սկսվել, սատանան իր ձեռը կամաց ստանում է, ու սա աշխարհով մեկ է, որ չեմ սիրում օլիգարխ բառը, ուրիշ բառ չեմ կարող տեղ ասեմ, այն թալանչիները, սրիկանները, որ ամենտեղ աշխարհում է դրանք կան, որ իրանց շատ, չգիտեմ ինչի տեղ են դրել, իրանք հերթով գնում են անկման, իրանց գրպաններին կպնում է, իսկ դա իրանց ահավոր ողբերգություն է, հերթով կտեսնենք, որտեղ Հայաստանում դա սկսվել է, ամենտեղ էլ սկսվել է, իշխանություն առանց սիրո դարձնում է բռնակալ, ես ղեկավարության մասին եմ խոսում, իսկ բռնակալները ցին քացով խփելու է, հարստություն առանց սիրո ագահ, որը վերանալու է իրանց մոտ Սոդոմ Գոմորն է, հավատ առանց սիրո մոլագար, այս Սևլուսինը դա է տալի, 9 ամիս դա տևելու է, եթե ոչ ավել, հիմա փետրվար ամիսը, քանի որ խավարումները սկսվում է, արդեն քիչ մնաց, դուք այդ բոլորը կտեսնեք խավարի մեջ ով լույս կդնի, և ինչպես լույս կդնի, ինչքանով կդնի, եթե պուճուր ցոլքը խավարի մեջ մութ խավար, սենց փոքրիկ քորոցի չափ գլխով, եթե սենց լույս ընկավ, ուրեմն այդ լույսը սկսվում է բացվել, ուրեմն քո ուղեղը արդեն սկսել է լուսավորը տեսնել, դու դա բացելու ես,
որտեղ շատ կարևոր մենք ժամանակաշրջան ենք ապրում եւ ապրելու ենք, ամենա մինչեւ 30 թվականը դա տևելու է այդ աշխարհում։ Այս են մեծ երկրների պատերազմները դեռ չի վերջացել, մեզ մոտ դա չի լինելու։ Դուք տեսեք մեզ մոտ ինչքան լավ է լինելու ամեն առաջինը, եթե մենք կպանք գիտելիքի։ Գիտելիք կրթություն, նորագույն տեխնոլոգիա, արագ մտածելու ոչ, արագ խոսելու ոչ, ով որ հետին պլանում է լինելու, հա ես էլ ձեզ ասեմ նախապես, որ կրթության նախարարի հետ կարող է վեճեր կոնֆլիկտներ լինի, դասատու դասախոսերներ, երեխեք աշակերտներ կան, իրանք են վեճեր անելու, մտածելով որ այսին սխալ բաներ են անում, բայց իրանք են սխալ լինելու, որտեղ արագ տեմպ է գնում ամեն ինչի։ Այդ նորագույն տեխնոլոգիաները տալու արդեն ուրիշ կերպ մտածել։ Իսկ այս աղոթքների մասին այդ իմ համար շատ ցավալի կողմ է ու հավատքի մասին ուզում եմ սա անպայման ասեմ ականջների տողան եկել, որտեղ ինչը որ ասում եմ դրանք կատարվելիք են, պարզապես ես ժամկետներ չեմ ասում ու ինչ էլ ասում եմ սարերը հետև չեմ ասում, ես տարին եմ ուզում 26 թվականը ձեզ ասեմ ու 3 ամիսը հունվար, փետրվար, մարտ, որտեղ մարտից հետո արդեն 3 ամիս էլ ուրիշ շրջան է սկսում, մարտի 21-ն էլ գիշերավազորը կսկսի, օրեր ավելի գնալով կարճանալու, ժամերն ավելի կկարճանան 24 ժամ չի լինել, որ մարդը չի հասնում, արագ անի, ամինչ արագ, հետո սպորտով պետք է զբաղվեն, հուլիսից արվեստն ու արհեստն է սկսելու, ավելի շատ ճանաչողություն, ինտելիգենցիան, որ ընդհատակ անցած է, վերջապես պետք է առաջ գա, գիտելիք բերի, ժողովրդավարի լինեն ու մշակույթը մեր զարգացնեն, որտեղ դա ամենից կարևորն է մեր մշակույթը։ Տեսեք ինչ եմ ես գրել, ինչքան աղոթք են տեսել, խաչքարերի մասին եմ ուզում ասել, որտեղ սա էլ է մեզ համար շատ կարևոր, ինչքան խաչքարեր կա Հայաստանում, ինչքան կան այլանդակներն էլ ինչքան ջարդեցին, փշրեցին, մեր Հայաստանում էլ լիքը այլանդակներ ունենք, չեն կպել անպայման իրանց, ես չեմ հասկանում, որ գերեզմանից կարան ծաղիկներ գողանան, կարան խունկը գողանան, կարող են ընդ ծաղկամ, ամեն ինչ կարան գողանան գերեզմանից, հետո խաչքարեր գողանան բառից որ տանեն իրանց համար տուն սարքեն, ու թվում է այդ խաչքարը իրան տանը պետք է բերի հաջողություն։ Ես նման ընտանիքներ գիտեմ, երեխեքի էպիլեպսիա է, ամուսինը հարբեցող է, այն մեկի ամուսինը խաղամուլ է, խաչքարով իր պապը տուն է սարքել, որ իրան պետք է ինքը գողություն է արել։ Իսկ խաչքարերը այդ սրբություն է համարվում, որ գերեզմանների խաչքարեր են դրել, ինձ միտեղ ես կարդացի մի մեծ խաչա ու մկասին 3-4 հատ կողքել է խաչքարա փորագրած, այդ մարդիկ են, այդ տան անդամներն է, ամեն անդամ իր խաչքարն է, 4 հոգ են 4 խաչքար փոքր։ Չգիտեմ ինչքանով է ճիշտ, այդ կինը ինձ ընդեղի պատմեց, ինչքան աղոթք են տեսել մեր խաչքարերը, բորբոսնել են մեր խաչքարերը, գնացեք մաքրեք, լվացեք, գնացեք խաչքարերը լվացեք, ծաղիկ աճում խաչքարի վրա, բորբոսնել է արդեն, ոնց որ եկեղեցու գմփեթին է, բորբոս կապել, մամրակալելը, բացի այդ խաչքարերը, բացի մամրակալածից ուրիշ ոչ մի բան այդպես չի երևում, ու ոչինչ չի եղել բացի այդ մամորից, ինչ եղել է լիք աղոթքներ, հիմա այդ աղոթքները չկա, ինչքան են մարդիկ աղոթել այդ խաչքարերի մոտ ծնկեկել, գուրգուրել են, պաչել են, սիրել են, չգիտեմ, բայց ոչ ոք չի լվանում է ախր, դրանք չի պոկում վրայից, աղոթքները չկան, բայց խաչքարերը մամրակալած կան, այդ էլ մարդ է, քարն էլ էներգիա է, քարը ասում են, քարին ձեր չտաս մեջ արուն կա, այդ մեր էներգիան է, ինչքան դու քարի մոտ աղոթում ես, ինքը ջերմանում է, ու դու ստանում ես այն, ինչը որ քեզ պետք է, ու դրա համար ասում են, քարը ունի պատմություն, իսկ գերեզմանի քարը, որը նորից էլ ունի պատմություն, մեջն էլ կա արյուն, դա էներգիան է, սառը ու տաք, խոսում են քարերը, այո, բոլոր քարերը խոսում են, այդ որ քարերի ինչ էր կոչում, սիմֆոնիա,
Հետո իմացա ինչ որ մեր ղեկավար կողաց է տարել։ Պասարիկա չեմ, հիմա հիվանդության մեջ տարապում, շաքարը թռել է 1000-ի։ Տեղակ եմ, մեկը կնիկն էլ մեռավ։ Ինչեր է քարերը տարի քարի սիմֆոնիա։ Որինչ տգիտություն, անգրագիտություն օրենքի մարդ։ Ով Հայաստանի վրա հարձակվեց, ով ուզում լինի, որ ազգից լինի, ով նորից մեր սահմաններին կպնի, մեր խաչքարերին կպնի, մեր սրբություններին կպնի, ախր մերոնք էլ են անում է, դրանք ջախջախվելու են։ Հերիքա խոսեք այդ արբետ, ու իրար հերիքա թուրք ասեք։ Մենք թուրք չենք, մենք հայ ենք, հերիքա թուրք ասեք։ Նրանք էլ իրար հայ են ասում։ Ադրբեջանում էլ իրանք են հերիքա տենց բաներ ասեք, չի կարելի։ Թուրքիայում այնտեղ որտեղ կարդացի, որ անալիզներ այդքան 80%-ը հայեր են։ Պապերից մեր հայերին գողացած, տարած, սարկած։ Պետք չէ թեմաներով, ես մեր Հայաստանի մասին եմ, ես գիտեմ, որ Հայաստանն հիմա այսուհետև ով որ կպավ, ով որ մի վատ բան արեց, հենց այդ երկիրը, հենց այդ ղեկավարը ունի պատիժ։ Դրանք ունեն, բայց ես ուզում եմ ասեմ, այդ որ այդքան նշներից բառեր ենք խոսում, հերիքա անգրագետ դուրս տակ։ Լեո էլ կարդացեք, տեսեք ինչեր ա գրել Լեոն մեր Հայաստանի մասին, Շուշիից էլ Լեոն, կարդացեք, տեսեք ինչեր անտեղ գրել։ Ինչ եք սենց ավիրում քարուքանդանում, ամեն ինչը։ Ես հիմա ստեղ տեսեք ինչ եմ գրել, որ մի գողացեք խաչքարեր։ Դուք չկաք, ձեր աղոթքը չկա, բայց բոզբոստած խաչքարը կա։ Հետո քանդում են, փլում են, ընտեղ փլուզված, խոնարհված եկեղեցիներ կամ մխող լացելու բանա, լացելու տեղ։ Քարը գողանում տանում դնում է իր վրեն, արումի ասա, հիմա։ Մարդկացը սրբատեղից գողանում է, իր տան պատեն ասարկում, ասեցիս արդեն, որ ինչ լինի։ Չգիտի մարդ էլ կա, կոտրում ու ջարդում է, ոնց որ թուրքերն են արել, ադրբեջանցի կարեցին, որ խաչքարերը դրել էին, կոտրում էին, գերեզմանները կոտրեցին, մտան գերեզմաններ, բանի, Ղարաբաղի, ինչքան կոտրեցին, ասելու տես ինչեր անում թուրքը, բա դուք ինչ եք անում, դուք ինչ եք ձեր հարևանի գերեզմանից գողություն անում, ինչ եք անում, կոտրվեին ձեռը, որ մեր սրբատեղերին ձեռատալի, ով ուզում է լինի, ով ուզում է լինի, ով որ մեր սրբատեղերի, մեր գերեզմանների, մեր խաչքարերի ձեռքատալի գողություն է անում, կոտրվի է ձեռքը, իր ընտանիքով հանդերձ, ճակատին եմ շփացնում, այո, հենց իր ու մրմուր պետք է տեսնի իր տանը, ով որ նման բաները անում։ Ես ինչ որ խոսում եմ այսքան երկար, հատկապես 20 թվականից այս կողմ, ինչ որ ասել եմ, իմ ոչ մի ասածից ես չեմ հրաժարվում, եւ իմ ամեն ասածի մեջ ես ունեմ հիմնավորում, եթե մի ժամանակ ինչ-որ մի կերպի մեղմացնելով կասե, որ այն մայրերը, որ երեխեքը պատերազմի դաշտում է, որպես իրանք վատ չլինեն, բայց քանի որ ես վստահ եմ, որ պատերազմ չկա, ու որ մեր սրիկանների շատ կեղտոտ բաներ արված է, այդ համար հիմա շատ համարձակ կարամ ասեմ, որ Հայաստանում գնա, հիմա Հայաստանը ճիշտ ուղու վրա է, ինչ որ հիմա անում է զուտ մեր Հայաստանի համար է արվում, եթե ասում են, էդ ինչ արի ճանապարհասարքել, դպրոցասարքել, մանկապային սարքի, ռեստորանիկներից սարքում եք, երեխեքը որտե սովորեն, երեխեքը որտե կրթվեն, երեխեքը որտե գնան մանկապարտեզ, որ իր մամաները գնան գործի, Այս ինչպես լավ բաները չեք տեսնում, որտեղ չեք ուզում տեսնեք, որտեղ ձեր գլուխը մցրել են տոպոյություններ։ Ամենից լավ վիճակը դա Հայաստանում է աշխարհով մեկ։ Շատերը կուզեն կան Հայաստանում տունտեղ ստեղծեն դնեն անեն։ Ամենից վատ վիճակը աշխարհում դա 20 թվական Հայաստանն էր, որ մեզ խաբեցին, դիվադադար արեցին եւ առանց պատերազմ զավթեցին, վերևից այդ կրակոցները որ կար, որ չթողեցին կռվեն, այդ սաղ այդ սրիկաների կողմից էր, իրանք կպատժվեն, ահա որ պատիժներ են ունենալու, երկրի մասին է խոսքը, այդ աղետները դրանք պատիժներ են, ավելի լավ է պատերազմը լինի, քան երկնային աղետը, որտեղ պատերազմը կարած դադարեցնես, կարած փախնես գնաս չգիտեմ ուր, իսկ երկնային աղետը ուր ես փախնելու, հա? Ուր ես փախնելու, երկրաշարժ դեղա դու մնացիր փլատակի տակ, ուր ես փախնելու,
որ ջրհեղեղը սենց կա ու քշտանի քո ամեն ինչով հանդերձ ուր ես փախնելու։ Դրա համար խելքներդ գլուխները թավակեք։ Խելքներդ գլուխները թավակեք, մի քիչ բարեացեք, միասնական եղեք, մեր հային հիմա դա է պակասում։ Էլի կրկնում եմ, Հայաստանի վիճակը գնալով լավ է լինելու։ Բայց չնայած անհատական անես չի, որ ինչ-որ մի ընտանիքում կրա կանգնի վարվի ամեն ինչ, ասեմ, բա դու ասում ես լավ է լինելու։ Այս անհատական է, բայց ընդհանուր ես նայում եմ Հայաստանը վերևից։ Ինչպես է Հայաստանի վիճակը։ Էլ այն վատ բաները լինելու է, երկրաշարժները, պատերազմները, վերևից են դրանք չի լինելու։ Մի քիչ տհաճ բաներ կա ունենք, վթարներն էլ կա, կրակոցներ էլ կա, պայթուններ էլ կա, դրանք լինելու են, բայց դա չի նշանակում պատերազմ, չի նշանակում ընդհանուր Հայաստանի վիճակը վատ։ Այն հարևան երկրներում լինելու է դա։ Այդ շատ վատը, գմփոցները, այնտեղ լինելու է։ Իսկ մեր դռները բաց է, Հայաստան ինքը հյուրընկալ ժողովուրդ է, մեկ ու շատ կարևոր մի բան, ոչ միացքը տենց չի, Հայաստանը էքստրեմալ պայմանների ժողովուրդ է, որ ամեն մի վատ բան եթե լինում է, անմիջապես հավաքվում են իրար վրա, անմիջապես, ով որ ինչ չի կարողանում անի, ասում է ես կաղոթեմ, դա էլ է հերիք, ուրեմն սիտը ցավում է, բայց ինչի ամեն աղոթք տեղ չի հասնում։ Ես ինչ իմանա, որ բոլորդ էլ աղոթում եք, դու ուղղակի ասում ես կաղոթեմ, ոնց որ շատ քահանաներ աղոթք տեղ չի հասնում, ինչի չի հասնում։ Դու քահանան իրան հարցն է։ Մեծ ամաստում քահանաների հիվանդ են, ինչ են հիվանդ։ Ինք աղոթում է, որ ես լավանամ։ Քահանակատուն չունի, ինք աղոթում է, որ իմ գործերը լավ են, ինչ է տենց։ Ասում են բժիշկ քեզ։ Այնպես որ հավատքով ապրեք, ձեր հավատքով ապրեք, ձեր Աստծով ապրեք, ձեր սիրով ապրեք, միասնական եղեք, քո Աստվածը քո խիղճն է, այս ներսը դա քո խիղճն է։ Երբ որ դու քո խիղճը ուրանում ես, Աստված քեզանից երես է թեքում, որտեղ մենք որ ծնվեցինք, ինքը փչեց այն խիղճը մեր մեջը, այդ շնչով, այդ թթվածինով մենք ապրում ենք։ Հիմա դու չես ուզում այդ շնչը։ Քեզանից կվերցնի, դու կդառնաս մի անհոգի, ճիվախ մեկը, հետո քեզ մոտ վատ բաներ կլինի քո ընտանիքում, կասես էսով ինձ այդ թողտուկեր արեց, դե գնա թող կրագետ գրբասները քո թողտուկերը բացեն, քեզ մոտ լավ լինի, հետո մի հատ կարկուտ վերևից կգա, ամեն ինչ կգմփա։ Այնպես որ ժողովուրդ ջան, այս ֆորտունան իմ քուրիկն է, ես իր հետ խոսում եմ, կարակ ինքներդ էլ վերցնենք, ես ստեղ Սրբույր Ռիտա էլ ունեմ, իրան էլ եմ ցույց տալ, ես մի հրաշալի մարդուսնվեր եմ ստացել Իտալիայից Քաշիա քաղաքից, Սրբույր Ռիտան էլ ուժեղ է շատ, չասեք քրիստոնյա, այս ինչերին է, հա, բայց ինքն էլ է քրիստոնյա, խաչը ձեռքին։ Այս ընտեղ Իտալիայում Սրբույր Ռիտա շատ եկեղեցիներում կա, տարբեր են։ Բայց ամենի տեսելի խաչը ձեռքին, իր վարդերը ձեռքին, շատ մեծ երկրներում իր եկեղեցին կա, Ամերիկայում էլ կա, բայց իրական Իտալիայում է ու Քաշիայի քաղաքում, այնտեղ եկեղեցի կա շատ մեծ։ Ես մի հատ էլ ունեմ, հիմա չասեք ռեկլամեմ, ուզում եք հավատացեք, ուզում եք չէ։ Ես մի հատ էլ ունեմ, որ ամենը ճիշտն է։ Հիմա նայեք։ Տեսեք։ Այս է իրականը Սրբույր Ռիտան, որովհետև իր ճակատին կա փոքր վերք, այս արունը, միշտ այս արունը ստեղից հոսում է, ինքը այնքան է հավատացել Հիսուս Քրիստոս, անդադ ծնկեկած աղոթք արի, ինքը երկու երեխաներ ուներ, երկու տղաներ ուներ, ամուսին էլ հանցագործ էր, ինքը այնքան է աղոթել ամուսնու համար, որ ինքը էլ հանցագործ չի։ Ու հորողբերը ամուսնու սպանում են, ու հետո հորողբերը երեխաներին տղաներին սովորացրել, որ գնան իր եղբոր հարթասպաներին սպանեն։ Սրբույր Ռիտան իմանալով հանդերձ աղոթեց, ասեց Աստված ջան, իմ երեխեքին տար, որպես իրենք հանցագործ չլինեն։ Ու երեխեքը ծանր հիվանդացան ու մահացան։ Տեսեք ինչա, որ երեխեքին Տերը տանի, ինչա հանցագործ չլինեն։ Իսկ ես ճակատի արունը որ կա, այնքան հավատք ուժեղ է եղել, աղոթքն այնքան զորեղ է եղել, որ այս խաչը որ կար ու Հիսուսի պսակը գլխին, այդ պսակը պոկվում է, այդ փուշը ու կպնում է իր ճակատին ու տեղից արուն է գալիս։
Միջև իր կյանքի վերջ սա գալիս էր։ Հետո ինքը գնաց Հռոմ, ձեռնադրվեց, իր գիրքը կա, ֆիլմներ կա, սև ու սպիտակ, պատմությունը շատ հետաքրքիր է, սա շատ հուզիչ է ու իրական է, կարող եք ինքներդ եւ ֆիլմը նայել, եւ գիրքը կարդալ, ու ինքը 7 եւ 9 օրվա աղոթքներ ունի, կարող եք կարդալ, որտեղ շատ ինքը օգնում է, հատկապես որ երեխաներ չեն ունենում։ Ես ուզեցած ասի, որովհետև այս կարևոր բան է։ Նույնը նաև կա շարվելը։ Տեսեք, հիմա կասեք սնոտի ապաշտություն, կռապաշտ, ոնց ուզում եք ասեք։ Ոնց ուզում եք, ես հավատում եմ։ Ու ես սիրում եմ, Ֆորտունային էլ եմ սիրում։ Ֆորտունային էլ ես խնդրում, որ ինքը քեզ օգնի։ Ու այն հրաշքները վերևից քեզ իջեցնի, որովհետև սա ինչպես մայրն է իր աղջկան համար խնդրում աղոթում, այդպես էլ Ֆորտունան անում, որ հաջողություն բերի, ոսկի բերի, փող բերի, ինչ ուզում եք։ Լավ բաներ, բարի բաներ կա մեծեք անպայման։ Տեսեք ինչ հետաքրքիր է, որ այն տարիներին անցել է, ես այս վաղուց ունեի արդեն քանի տարի այ մոտս կա, ես ա չէի ասում։ Ինձ հեչ բացարձակ հետաքրքիր դուք իմ ասածին ինչ կարծիքներ կունենաք, այն մոլագարները թող չնայեն ինձ, բայց կան շատ մարդիկ, որ կհավատան, որովհետև Սև Լուսինը ստիպեց, որ ես սա ասեմ, որովհետև Սև Լուսինն է խոսացնում, ինքը մոգական հավատքի, հոգևորականների, հոգևոր դաշտի, եկեղեցու քահանաների շրջանում ենք մենք գտնվում, դրա համար ուզում ասեմ, հավատացեք, ձեզ կօգնի։ Աստված բոլորիս հետ ու թող Սրբույր Ռիտան, Ֆորտունան, բոլոր մայրերի հետ լինի ու այն մամաները ում երեխեքը բանակում են ու պատրաստում են գնան, արդեն գնացին ծառայության, բարով գնան, բարով եկան բոլոր երեխեքը, բոլոր մեր տղաները, բարով գնան, բարի ծառայություն ու բոլորն էլ վերադառնան, ոյլի մի բան շատ կխնդրի, որ տղաներ ջան, երեխեք ջան, այնտեղ դուք իրարը տենց մի էլի, տենց ղոչղը տեղ տրեք, մի սրան նրան ձեր դեմ ծառայացրեք, բոլորդ էլ ձեր տան երեխեքի մամաներ երեխեք եք, բոլորդ հավասարեք, բոլորդ մի տարեք եք, բոլորդ ամեն ինչից ունեք, ինչքան ունեք, ոչ մեկը ոչ մեկից ավելորդ 2-4-ը քիթլնի 6-ական չունենա, ինչով եք իրարից ավել, ու տղաներ ջան, աշխատեք իրար հետ միասնական եղեք, սպայկա եղեք, ուսուսեք քոչանի, որ պարում ենք հենց այնպես չի, ոտքերը գետնի խմպելով դմ, որ գետնինը փուլ պետք է ասում է, սասունը պարեց, խփեց գետնին, այդ է, որ թշնամուն դրանով դուք, եթե իրարից հեռող եք, թշնամուն կուրախացնեք, ինչքան իրար հետ սպայկա եղեք ու տենց քոչարի նման եղաք, դուք իրար հետ ուսուսի տված, մեզանից կվախենան, որտեղ ինչ են ուզում հայերի վերջը տան, որտեղ մեզանից վախենում են, որտեղ գիտեն, եթե հայերեն մի քիչ թույլ պահեցին, աշխարհը կվերցնեն իրանց ձեռքին, եկեք թույլ չտանք, որ այդպես չլինի, միասնական եղեք, ու տեսեք ինչքան լավ կլինի Հայաստանը, ով էլ որ բերանը բացում ապրծպար խոսում է, քարով խփեք, այո, քար կտեք, խաղացեք, կտցրեք դրանց վրա, հիշեք, էշին, ճակատին պետք է խփես, որ ինքը էշ է, ովքեր ուզում են մեր Հայաստանի ու հայերի անդորը խառնել ու քանդել, ճակատին խփի, առանց վախենալու, այդ դուխը ձեր մի կորցրեք, որտեղ մենք այտենց ենք, մենք թասիպով ազգ ենք, այդ տականքները թող վեշերը հավաքեն ռադլնեն, Հայաստանն իրանց համար չի, հաջողություն բոլորիդ, առողջականին Ալևին հարվածը կա, իր ընտանիքին հատկապես իր տղա երեխային կա, ես մեղավոր չեմ, որտեղ դու տականք ես ու քո տականքության պատճառով դու անկման ես գնալու, ու արդեն Ալևը սկսում է կամաց թուլանալ, էլ ինքը պաշտպան չունի, իր թիկունք չունի, որտեղ Ռուսաստանն էլ անկում գնում, արդեն վաղուց է դա գնում է, այդտեղ ես մեղադրում եմ մեր ղեկավարությանը, որ մի լավ սենց գուրզը գլխներին չի դնում, որ բերաները փակեն, Էրդողանն էլ ծուկ է իր կնոջ հետ մեկտեղ, հիմա կտեսնենք նրանց ինչերա սպասվում, անենց հարվածներ ես դու ստանալու, Սև Լուսին գոյություն ունի, որը արդեն դուրս եկավ կարիճից, իրենք Ալևից ու Էրդողանից սկսած ունեն ահավոր պատիժներ։ Ու
ալևի մեջքը չկա արդեն։ Պատերազմը կարած դադարեցնես, կարած փախնես գնաս չգիտեմ ուր, իսկ երկնային աղետը ուր ես փախնելու։ Հա? Ուր ես փախնելու, երկրաշարժները դու մնացիր փլատակի տակ, ուր ես փախնելու։ Որ չեր հեղեղը սենց կա ու քշի տանի քո ամեն ինչով հանդերձ, ուր ես փախնելու։